Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աննա Սաղաբալյան, Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատ։ Պարոն Ֆարսյան, ուղղակի մի ճշտում, այնտեղ թիվ, միգուցե սխալ բաց թողեցի, բայց գործող հանքարդյունաբերական ընկերությունների թիվը 400 կարծեմ ասեցիք, հենց մի բան չէ։ Ես ուզում եմ, որ ուղղակի էլի մենք շատ հստակ տարանջատ ենք, այն ինչ որ անգլերենում կոչվում է mining, խոսքը որպես կանոն վերաբերում է մետաղական հանքարդյունաբերությանը։ Այսինքն mining եւ coring երկու տարբեր բաներ են, այսինքն 400, դրանից 396-ը coring է, այսինքն քար հանքեր են։ Այսինքն հանքարդյունաբաների միայն բաց չէ, կարա նաև ստորգետնյա լինի, բայց մետաղական հանքերը այստեղ իրականում, ինչպես դուք ասացիք, երևի 3.5-ն են, էլի գործող իրական ինչ-որ տենց մեծ, պլյուս եւ եւս 3-ը, որ իսկապես փոքր են, 7-8 մաքսիմում, չէ, այդպեսի։ Ուղղակի որ հստակ լինի, որտեվ լրագրող գործընկերներս եթե մի անգամ էլ գրեն, որ 400 հանք ունենք, ես էլի կստանամ սրտի կաթված կատեց մի բան։ Շնորհակալություն։ Կանգնած կարող են, նստած կարող են, թե կանգնած, ոնց ասեք, էլի պարոն Ֆարսյան։ Իրականում այստեղ շատ ճիշտ նկատառում է մետաղական հանքարդյունաբերությունը քանակով գործող 5-6 հանքավայր ունենք, 7 գուցե, բայց իրանց հնայի մեջ իրանց մասնաբաժնով երևի 99%-ն են կազմում հանքարդյունաբերության, այսինքն այդ 7-ը 99%-ով փակում են իրանց բանը, իսկ նաև մի քանի նկատառում էլի ավելացրած արժեքի մասով եթե ավելացած արժեքը եթե վերցնենք մի աշխատողի, դա բանն է, չէ, productivity-ն է, արտադրողականությունն է։ Մեր ոլորտին համեմատ ոլորտ Հայաստանում շատ քիչ կա, որ արտադրողականությամբ այդքան մեծ արտադրողականություն ունենք։ Այսինքն իրականում շատ մեծ հավելել արժեք է մեր ոլորտում ստեղծվում։ Եթե ոչ չգիտեմ, ինչ է 520 միլիարդը բաժանենք 13000-ի։ Եվ իրականում ես հասկանում եմ ինչ նկատի ունեք դուք, որ հետագա ոնց որ բաները ստանանք, ավելի մեծ հավելել արժեք ստանանք, բայց դա ուղղակիորեն հանքարդյունաբերության հետ կապված չէ, էլի, դա կապված է ինչպես նշեցի, տարածաշրջանային խնդրին, լոգիստիկային եւ այլն, շատ խնդիրներ կա, էլի, այդքան եթե հնարավորություն լիներ այդ հավելյալ արժեքը համեմատաբար հեշտ ու շահութաբեր ստեղծել, կստեղծվեր։ Ինչքան որ ստեղծում արդեն իսկ ռեկորդային է։ Մի հատ օրինակ բերեմ, այդ նույն աշխատավարձն էլ հենց այդ ածանցյալն է, էլի, այդ արտադրողականության, առանց բարձր արտադրողականության չես կարող բարձր աշխատավարձ ունենալ եւ հակառակ, եթե միտեղ բարձր աշխատավարձ կա, ուրեմն դե բարձր արտադրողականություն կա։ Եվ մի հատ եթե վերցնենք, տենց բան մի քիչ դժվար է երևի տենց ինֆորմացիա գտնել եւ համեմատել, բայց Հայաստանի ամենաբարձր արտադրողականությունը միջին, եթե համայնքներով վերցնենք, Քաջարանում է։ Քաջարանում արտադրողականությունը եթե վերցնենք, որպես համայնք, ոչ թե որպես Քաջարանի հանքավայր, Երևանից մի քանի անգամ ավել բարձր է, այսինքն Քաջարանի տնտեսությունը համեմատելի է իր ավելացրած արժեքով արտադրողականություն Սինգապուրի հետ, չգիտեմ, արևելյան Եվրոպայի հետ։ Այդպես բան չկա Հայաստանում, իրականում տենց համեմատելի նույնիսկ ինչ-որ համայնք կամ համեմատելի համայնք կդառնա Լիդիանը, Ջերմուկը շուտով, երբ որ Լիդիանը աշխատի, այսինքն երկրորդ Սինգապուրի նման համայնք Քաջարից հետո լինելու է Ջերմուկը, ու դրա ոչ թե հանքային ջրի հաշվին, որ մենք 30 տարի ասում ենք, հիմա այդքան չենք ասում, առաջ ենք ասում, Ջերմուկը վաճառենք, երկիրը կպահենք, Ջերմուկը չի պահելու երկիրը, այլ մետաղական հանքարդյունաբերությունը, Ջերմուկի դեպքում դա Լիդիանն է լինելու։ Այսինքն շատ լավ բան եք ասում, բայց իրականում արդեն իսկ շատ բան մենք ունենք հանքարդյունաբերությունում, մնացածները Աստված համատեղ իրար հետ ավելի զարգացնենք։